Ես Գայանն եմ Արցախից։ Իմ շրջապատում կան շատ տաղանդավոր արցախցիներ, ովքեր որ ցավոք սրտի գործող իշխանության չգործողությունների պատճառով, այդպես ասեմ, տեղափոխվում են, ցավոք սրտի տեղափոխվում են, որովհետև առաջի տեղը, որտեղ որ մենք եկանք տեղահանությունից հետո, դա մեր հայրենիքն էր, որտեղ որ ցավոք սրտի կրկին իշխանության պատճառով մենք մեզ զգացինք որպես հյուր։ Հիմա հարցս հետևյալն է, ես գիտեմ, մենք ունենալու ենք 300,000 աշխատատեղ, մենք ունենալու ենք բնակարանային ծրագիր, ինչ որ ուրիշ պլաններ արցախցիների հետ կապված, ես ուզում եմ, որպեսզի իրոք մենք արժանապատիվ դեր ունենանք մեր հայրենիքում, այսինքն ուսուցիչները չգնան ժենգյալով հաց թխելու։ Ինչ վերաբերում է արցախահայությանը, եթե դուք Արցախից եք, երևի դուք կհաստատեք, որ ես միշտ եղել եմ Արցախի կողքին։ Ես Արցախին ամենաշատ օգնած հայ մարդն եմ, մի քիչ անհամեստ եմ ասում, բայց դա փաստ է։ Ու երկրորդ, երրորդ տեղերը չկա։ Ես միշտ փորձել եմ արցախահայության կոմֆորտը ապահովեմ Արցախում։ Իսկ դա նշանակում է, որ ես ոչ մի բան չեմ մոռացել։ Մենք ունենալու ենք համապարփակ ծրագիր արցախահայության համար։ Ես շատ լավ գիտեմ արցախահայության տաղանդները, բնավորությունները, ընդունակությունները, պայքարող տեսակը, դրա համար ինձ շատ հեշտ է լինելու։ Բոլոր դեպքերում Արցախը հանձնած ղեկավարին անհնար է արցախահայության համար ինչ-որ բան անել, որովհետև ոչ արցախահայությունն է իրեն ընդունելու, ոչ էլ ինքն է ընդունում արցախահայությանը, եթե հրաժարվեց Արցախից։ Դրա համար վստահեցնում եմ, իրենք ունենալու են իրենց ուրույն տեղը մեր կյանքում։ Ու ամեն ինչ անելու ենք, որ իրենք ստանան վերադառնալու իրավունքը Արցախ։ Ով կուզի վերադառնա, կվերադառնա, ով կուզի ապրի Հայաստանում, կապրեն Հայաստանում, բայց բարվոք կյանքով։